Եվ առաջին անգամ ուսումնասիրվել է չգործող պոչամբարների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա։ Հայաստանում գործում են 22 պոչամբարից 7-ը, 9 դեռևս պետք է անվնաս վիճակի բերվեն։ Լաբորատոր հետազոտությունները ցույց են տվել խիստ վտանգավոր կամ աղետալի վիճակ չկա։ 2017-ին կառավարության որոշմամբ հաստատվել են դերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ունի համապատասխան մասնագիտական ներուժ և տեխնիկական հագեցվածություն այս ենթակառուցվածքի ուսումնասիրությունն առավել ճշգրիտ իրականացնելու համար։ Պոչամբարների խնդիրը լուծելու առաջին քայլն արված է, ուսումնասիրությունները հիմք կհանդիսանան առաջիկայում ստեղծվելիք աշխատանքային խմբի համար իրականացնելու հետագա քայլերը։ 29743 քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Հայաստանում կա 22 պոչամբար։ Դրանք զբաղեցնում են շուրջ 1176 հեկտար տարածք։ Լոռի և Սյունիք այս մարզերում են մեծ մասը, 12-ը Սյունիքում, 7-ը Լոռիում, մեկական էլ Գեղարքունիքի, Արագածոտնի և Արարատի մարզերում։ Շրջակա միջավայրի վրա անմիջական ազդեցություն ունեցող տնտեսության կարևոր ճյուղերից մեկը դա լեռնահանքային արդյունաբերությունն է, մասնավորապես մետաղական հանքերի շահագործումը, իսկ մետաղական հանքերի շահագործման ընթացքում ձևավորվում են պոչամբարներ թափոնների տեղադրման համար։ Դեռևս ԽՍՀՄ ժամանակներից լեռնահանքային մետաղական հանքերի շահագործման արդյունքում մենք ունենք պոչամբարներ ռեկուլտիվացված, ունենք չգործող պոչամբարներ։ Պոչամբարը հանքարդյունաբերության ենթակառուցվածք է։ Հանքերի հարստացման կամ վերամշակման ընթացքում առաջացած հեղուկ կամ պինդ թափոնները, այսպես կոչված պոչանքները, հենց այստեղ են կուտակվում։ 22 պոչամբարից 7-ը հիմա էլ գործում են, 6-ը ռեկուլտիվացված են, 9-ը պետք է ռեկուլտիվացվեն, այսինքն խախտված տարածքները վերականգնվեն ու անվնաս վիճակի բերվեն։ Թե ինչ վիճակում են պետական հաշվեկշռում գտնվող և չգործող պոչամբարները և ինչ ազդեցություն են ունենում շրջակա միջավայրի վրա, առաջին անգամ ամբողջությամբ ուսումնասիրվել է։ 2017 թվականի կառավարության որոշմամբ է հաստատվել ընդերքօգտագործման թափոնների փակված օբյեկտների գույքագրման կարգը։ Ինչի ենք իրականացրել 25 թվականին այդ ուսումնասիրությունը, որտեղ առնվազն 25 թվականին մենք արդեն տեսչական մարմինը ունի այն մասնագիտական ներուժը և տեխնիկական հագեցվածությունը, ինչը թույլ է տալիս այդ ուսումնասիրությունը իրականացնել առավել ճշգրիտ և ստուգաչափված տվյալների հիման վրա։ Նախորդ տարի ամռանը տեսչական մարմինը ստեղծել է աշխատանքային խումբ, որն էլ իրականացրել է հետազոտությունը։ Ներգրաված են եղել նաև Հայաստանի Երկրաբանների միությունն ու ակադեմիկոս Եղազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի գիտնականները։ Պոչամբարների տարածքով հոսող ջրային ռեսուրսից և պոչամբարների մակերևույթներից կատարվել է ջրի և հողի նմուշառումներ։ Նմուշները բերել են լաբորատորիա, կատարվել են նմուշառման կարգին համապատասխան, ջրի նմուշները վերցել են մինչև պոչամբարի տակով անցնել է մինչև պոչամբարի տարածքով հոսելուց հետո։ Ուրեմն իրականացվել է մոտավորապես 250 անալիզիկ հետազոտություն և կատարվել է արդյունքների վերլուծություն։ Դաշտային աշխատանքներն ու արդյունքների վերլուծությունն իրականացրել է Երկրաբանների միությունը։ Լաբորատոր հետազոտությունը ցույց է տվել, գետերի ջրի որակը էական փոփոխություն չի կրել, պոչանքի ազդեցություն չկա, սակայն պոչամբարի մակերեսին մետաղների քանակությունը բարձր է։ Մենք վատ պատկեր չունենք իրականում Հայաստանում պոչամբարների մասով վտանգավոր, խիստ վտանգավոր կամ աղետալի վիճակ չունենք եւ մենք ուսումնասիրության արդյունքում արձանագրել ենք որոշակի խնդիրներ, որոնք կարող է կամ հնարավոր է հետագայում առաջացնեն ինչ-որ իրավիճակներ եւ այդ աշխատանքային խմբի առաջ հենց խնդիրը դրված է եղել այդպիսի խնդիրները վերհանել եւ տալ առաջարկություններ, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացնել, որպեսզի հետագայում առաջացող հնարավոր ռիսկերը կանխարգելել։ Օրինակ Սյունիքի Հանքասարի չգործող պոչամբարը գտնվում է Գեղի գետի աջակողմյան վտակի հունում։ Ջրի նմուշառում է իրականացվել, հետազոտությունից հետո պարզվել է վտակի ջուրը մինչև պոչամբար ու դրանից հետո որակական էական փոփոխության չի ենթարկվել։ Առաջարկվում է ցանկապատել տարածքը, ենթարկել բիոլոգիական ռեկուլտիվացիայի, բնական միջավայրի վերականգնման նպատակով։ Այսպես առանձին հաշվետվության մեջ անդրադարձել են նաև մյուս պոչամբարներին։ Այստեղ արդեն տեսչականը հաշվետվությունն ու առաջարկը ներկայացնում է մյուս պատասխանատու գերատեսչություններին ու շահագրգիռ կողմերին, հանքագործներին, գիտական հանրության ներկայացուցիչներին։ Ուսումնասիրում ենք հատուկ ջրամեկուսիչ նյութ ստեղծելու ուղղությամբ, որով կպատենք պոչամբարի ամբողջ հայլին, մակերեսը եւ կթողնենք այնքան ֆիլտրացիոն ելքեր, որ անհրաժեշտ է պոչամբարի հետագա կայուն գոյատևման համար։ Նյութը իրենից ներկայացնում է բնական պոլիմերահանքային ծագում ունեցող նյութ, որը մեծացնում է
պաշտպանական շերտը, այսինքն փոքրացնում է ֆիլտրացիայի գործակիցը։ Այս նյութը ըստ Թոքմանյանի օգտագործվել է տարբեր բնագավառներում, այդ թվում գյուղատնտեսությունում։ Բոլոր դեպքերում արդյունքները գոհացնող են եղել։ Նոյեմբերից սկսած մենք անում ենք կոնկրետ պոչերի վրա ուսումնասիրելով նյութի ագրեսիվության, պոչի ագրեսիվության ազդեցությունը այս նյութով ստեղծված տեխնոլոգիաների վրա բացարձակապես ազդեցություն չունի այս պահի դրությամբ եւ բոլոր փորձարկման արդյունքները, որոնք հրատարակվել են բարձր տեխնոլոգիաների տեղեկագրում, ցույց են տալիս, որ մենք կարող ենք անցնել հաջորդ փուլին։ Հաջորդ փուլը նյութը բնական միջավայրում փորձարկելն է։ Առաջարկելու ենք մեր գործընկերներին փորձնական ընտրենք որևիցե մի տարածք եւ փորձնական այդ նյութը օգտագործենք, արդյունքները շատ ընդամենը մի որոշ ժամանակ հետո մենք կհասկանանք արդյունքները, ինչ արդյունքներ ենք ստացել եւ այդ նոր մեթոդը ես կարծում եմ, որ նաև հնարավորություն կա ընդհանրապես պոչերի ռեկուլտիվացման մեջ սահմանել որպես նոր ստանդարտ, չափորոշիչ, որը որ նաև պարտադիր կլինի բոլոր նաև պոչերի ռեկուլտիվացման համար։ Հայաստանի հանքագործների եւ մետալուրգների ասոցիացիայի նախագահը նշում է, իրենք եւս կողմ են, որ մեկ ընդհանուր մոտեցում լինի։ Հիմա հնարավորություն կա կառավարության ներկայացուցիչների հետ միասին, բիզնեսի հետ միասին եւ գիտական մեր գործընկերների հետ միասին այս հարցին ավելի ճիշտ սիստեմատիկ ոնց որ լուծում տանք եւ նաեւ սիստեմատիկ մոտեցում լինի, որը չի եղել։ Սակայն բացի պատշաճ կերպով ռեկուլտիվացնելը, որպեսզի այնտեղ անվտանգ բուսականություն աճի, մի խնդիր եւս կա։ Պոչամբարները համարվում են հանքանյութ պարունակող տարածքներ։ Օրինակ ոսկու հանքի համար ստեղծված պոչամբարը որոշ չափով ոսկի է պարունակում եւ հնարավոր է, որ երկրորդային, երրորդային վերամշակման ենթարկվի։ Դրա համար մենք նաեւ մեր տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության գործընկերներին ենք հրավիրել, որպեսզի հասկանանք, թե որ պոչամբարի հետ ինչ գործողություն է պետք իրականացնել։ Պատասխանատու գերատեսչությունները գիտական հանրության ու մասնավոր հատվածի ներկայացուցիչները հանդիպելուց քննարկելուց հետո որոշեցին. Մասնագիտական եւ գիտական նաեւ ներուժը օգտագործելով ներհայաստանյան եւ ուսումնասիրելով իհարկե միջազգային փորձը ստեղծել այդ միջգերատեսչական, այսպես ասած, համատեղ աշխատանքային խումբը եւ առանձնացնել առաջնահերթությունները եւ փորձել մեր առաջարկած տարբերակը, մեթոդիկան սահմանելով նոր ստանդարտներ իհարկե։ Պոչամբարների խնդիրը լուծելու համար առաջին քայլն արդեն արված է, նշում են բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից։ Անհրաժեշտ ուսումնասիրությունն արդեն կա։ Աշխատանքային խումբը, որ ստեղծվելու է առաջիկայում, հենց այդ ուսումնասիրության հիման վրա էլ իրականացնելու է մյուս գործուն քայլերը։ Էմմա Վարդանյան, Արման Թովմասյան, Լիլիթ Հովհաննիսյան, Կիրակնորյա լուրեր։